Ես կարծում եմ, որ պետք է կաթողիկոսը պահպանի այն ուխտը, որը գրել է, եւ կաթողիկոսը, ով անձով զբաղեցնում է կաթողիկոսի պաշտոնը, ով մարդկանց մեղքերի թողություն է հայցում կամ աղոթում է մարդկանց մեղքերի համար, ինքը պետք է լինի անաղարտ եւ որևէ կասկած որևէ մեկի մոտ պետք է չհարուցի։ Երբ մեր քաղաքացիները խոսում են եւ նաեւ դրա մասին վերջերս նաեւ վարչաձայները վարչապետը, որ լուրեր կան, որ կաթողիկոսը ունի զավակ կամ զավակներ, դա խնդրահարույց է եւ պետք է կաթողիկոսը կամ հերքի կամ հաստատի եւ թողի իր պաշտոնը, այստեղ տարընթերցման տեղիք չկա։ Կաթողիկոսի հարց չի այստեղ տեսեք, այո, իհարկե պետք է եկեղեցին իր ներսում որոշի եւ նաեւ մեր հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, քանի որ մեր հոտը քրիստոնյա հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու կաթողիկոսը ուխտը դրժել է թե պահել է։ Չի առաջանում, թե ինչու է հիմա այս հարցը Փաշինյանը բարձրացնում, այսքան ժամանակ այդ խնդիրը չկար, որ հիմա է բարձրացնում, որովհետև խոսում են, որ դա դրսի օրակարգ է, այս հարցերը ձեր մեջ չի առաջանում։ Չկա լինի, չկա դա անգամ քննարկման ենթակա չի կարող նման բան լինել։ Է այդ ամենը։ Չի կարող նման բան լինել, դա անհեթեթություն է ուղղակի։ Շնորհակալ եմ։